Հրապարակային մանրամասն խոսելու եմ, էլի չպատմեմ ամեն ինչ։ Վարչապետ իրար հաջորդելով հարցազրույցներ տվեցին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, արդեն տեսել եք ձեզ մեղադրեցին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու մեջ, պատերազմ հրահրելու մեջ, փող լրացնող էս իրար շարունակող հարցազրույցները ինչ միտում ունեն ձեզ։ Այդտենց բան են ասա, ես Ղարաբաղը ես դուրս եմ թողել բանակցային գործընթացից, հա, ասել ես բանակցային Փակուղի եք մտցրել, լսեք, ինչ շատ լավ, պատերազմ, փակուղի, մի րոպե, պատերազմ, փակուղի, պատերազմ, շատ լավ, ես հիմա ասում եմ, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմանին զինվոր չի զոհվում։ Հիմա եթե 2018 թվականի եւ ասում եմ, որ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, ոչ մի, որ այսպիսի իրավիճակ չլինի։ Հիմա եթե 2018 թվականին չկար պատերազմ, ինչ են զինվորները զոհվում սահմանին։ Պատերազմը ո՞րն է։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Քոչարյանը ասում էր չեն կրակում, որովհետև ինչ ուզում են ստանում են։ Իր վերջին հարցազրույցին առանց կրակելու ինչ ուզում են ստանում։ Ինչ։ Նկատիվներ Հայաստանի տարածքում։ Ես ձեզ նոր քիչ առաջ շատ երկար եւ մանրամասն ներկայացնում էի Հայաստանի ինքնիշխանության եւ լեգիտիմության կոնցեպտը։ Այստեղ պետության կոնցեպտի մասին է խոսքը։ Պետության կոնցեպտի մասին է խոսքը։ Երկրորդը փակուղու մասին։ Եթե փակուղու մասին չէր, էլի ես զարմանում եմ, որ հրապարակային հայտարարություններից հետո էլի տենց մեկնաբանություններ են հնչում։ 2018 թվականի ապրիլի Արձագանք է դրան, պարոն վարչապետ, ասում է մինչև այդ էլ բազմաթիվ անգամներ բանակցությունները մտել են փակուղի, բայց այդ թվում 2016 թվականի ապրիլին, ճիշտ է, հա։ Դուք չգիտեք։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին չեք լսել։ Էդ էլ փակուղու մասին։ Բա ինչի էր այդ պատերազմը սկսվում։ Բա ինչի էր այդ պատերազմը։ Էսա միջայլոց։ Շատ լավ զուգահեռ։ Էսա որ բանակցային փաթեթները հրապարակվել եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը 2016 թվականի հուլիսի կամ հունիսի առաջարկությունը 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը այս բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կկարդաք եւ կտեսնեք բանակցությունները իմիջայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք, երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Ինձնից առաջ։ Այս պահին չեմ ասում։ Պարոն վարչապետ, համացանցում տեղեկություններ կան, որ ստեղծվել է Հայաստանում նոր արտաքին հետախուզական ծառայություն, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք նոր արդեն գործող արտաքին հետախուզական ծառայություն է